Աստծո խոսքը անսխալական է։ Անհնար է սթափ մարդու համար այդ տարբերությունը չզգալը։ Ինքնին ես Աստվածաշունչը գեղեցիկ է իր բազմազանությունով։ Ցույց կան հակասություններ թե ոչ Աստվածաշունչում։ Աստվածաշունչը թեև առաջի հայացքից բարդ է, բայց ինքը շատ պարզ է։ Քրիստոնյայի կյանքի անբաժանելի մաս է կազմում Աստվածաշունչը։ Անկեղծ խոսենքի այսօրվա թողարկման մեջ խոսելու ենք հենց այդ մասին եւ այսօրվա մեր հյուրն է մեր հովիվ Խաչիկ եղբայրը։ Խաչիկ եղբայր, ողջունում ենք ձեզ եւ շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար եւ այսօրը մեզ հետ կիսվելու համար ձեր իմաստությամբ։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար, ուրախ եմ լինել այստեղ եւ միասին կփորձենք խոսել այն ուտի շուրջ, ինչի համար հավաքվել ենք։ Չերկարացնելով սկսենք հենց ամենասկզբից, ինչ է Աստվածաշունչը։ Աստվածաշունչը դա Աստծո խոսքն է, Աստծո ուղերձն է, Աստծո պատգամն է ուղված մարդուն։ Աստվածաշունչը դա այն գիրքն է, որ մարդու կյանքի ուղեցույցն է։ Եվ շատ կարևոր է, որ մարդ այդ գրքի նկատմամբ անտարբեր չգտնվի, կարդա իր ստեղծողի, իր արարչի խոսք, որ իր մեջ պարունակում է ամեն բան, ինչ որ պետք է մարդու համար, կյանքի համար, աստվածպաշտության համար։ Շատ լավ, բոլորի համար կարծում եմ այդ փաստ է, որ եթե մարդ քրիստոնյա է, ինքը համարում է իրեն քրիստոնյա, Աստվածաշունչը պիտի լինի իր հիմքը, այսպես ասած, քրիստոնեական կյանքի, բայց մեր օրերում հատկապես հարցը ավելի է առաջանում, թե ինչպես կարելի է վստահել Աստվածաշնչին, որովհետև ինքը գրվել է բազում տարիների ընթացքում, տարբեր հեղինակների կողմից, եւ որն է մեր հիմքը հավատալու, վստահելու Աստվածաշնչին։ Լավ հարց է, գեղեցիկ հարց է, նախ ասեմ, որ շատ գրքեր կան գրված, տարբեր կրոններ ունեն իրենց գրքերը, այդ թվում նաև քրիստոնեությունը ունի իր գիրքը, որը կոչվում է Աստվածաշունչ, թե ինչու վստահել կարող եմ երկու կետով ասել, նախ պետք է ասեմ, որ Աստվածաշունչը ինքը ընդհանրապես անսխալական գիրք է։ Ճիշտ է գրվել է 1600 տարիների ընթացքում մոտ 40 հեղինակների կողմից, բայց զարմանալի է, որ նախ Սուրբ Գիրքը ասում է իր մասին, որ ինքը անսխալական է, երկրորդը ամեն գրքերը, անկախ նրանից, որ դարում է գրվել, ինչ հեղինակի կողմից է գրվել, այդ ամեն գրքերը Աստծո հոգուց ներշնչված է գրվել, եւ հենց դրա համար էլ կոչվում է Աստվածաշունչ, եւ Աստվածաշունչը իր մեջ ոչ մի սխալ չի պարունակում։ Եթե մենք խոսում ենք անսխալականության մասին, ապա մի բան պետք է ասեմ, որ նախ սա Աստծո խոսքն է, եւ մեր Աստված ընդհանրապես սուտ չի խոսում։ Եվ իր խոսքերի մեջ երբեք սուտ չկա, եւ արդեն իսկ դա ամեն բան ասում է, եւ ավելին ասեմ, որ Տեր Հիսուս Քրիստոս իր քահանայապետական աղոթքի ժամանակ նաև ընդգծեց եւ ասեց, որ Տիրոջ խոսքը ճշմարտություն է։ Ոչ թե ճշմարիտ է, այլ ճշմարտություն է։ Սա խոսում է նրա մասին, որ հենց Աստվածաշունչը ինքն է ճշմարտությունը։ Թեև, ինչպես ասեցի, շատ կրոններ ունեն իրենց գրքերը, բայց Աստվածաշունչը միակ եւ այն բացարձակ գիրքն է, որ իր մեջ պարունակում է ողջ ճշմարտություն, եւ ինքը ճշմարտություն է։ Եվ ավելին ասեմ, երբ որ մենք կարդում ենք Հովհաննես ավետարանը, այնտեղ մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքը նախ ազնվորություն է, իդեմս Հիսուս Քրիստոսի, որ մարմին հագավ եւ եկավ բնակվեց մեր մեջ։ Աստծո խոսքը, Աստվածաշունչը, որ Աստծո կամքն է ուղված մարդուն։ Աստվածաշունչը շատ կարեւոր է, որ մենք Աստվածաշնչի միջոցով իմանանք,
ոչ միայն երկրավոր կյանքի, այլ հավիտենական կյանքի համար։ Աստվածաշնչից է, որ մենք իմանում ենք հավիտենության մասին, Աստծո մասին։ Ճիշտ է, Աստծո մասին եւ Աստծո կամքի մասին որոշ բաներ կարող ենք իմանալ նաեւ ստեղծագործության միջոցով, բայց բացարձակ Աստծո կամքը, նրա պահանջները, նրա ցանկությունները, նրա պատվիրանները մենք ամբողջությամբ իմանում ենք Աստծո խոսքի միջոցով, Աստվածաշնչի միջոցով։ Էնպես որ եթե մենք ուզում ենք Աստծուն հաճո լինել եւ Աստծո կամքը կատարել, ես ոչ միայն կարծում եմ, այլ նաեւ համոզված եմ, որ մենք պետք է ամեն օր կարդանք Աստծո խոսքը, որը օդի եւ ջրի պես պետք է ցանկացած մարդու, ել չասեմ քրիստոնյայի։ Միանշանակ համաձայն եմ, Աստվածաշունչը կարելի է ասել էս կյանքը ապրելու ուղեցույց ոնց որ լինի եւ ավելին հավիտենական կյանքը ժառանգելու, բայց օրինակ նույն հենց քրիստոնեության մեջ կան տարբեր ճյուղեր ու կարծես թե ամեն ճյուղը ունի իր Աստվածաշունչը։ Միտեղ թարգմանություններն են տարբեր, միտեղ ինչ որ գրքեր ավել են, միտեղ պակաս են ու քրիստոնյայի համար ինքը ինչպես հասկանա, որն է իր համար ճիշտ Աստվածաշունչը, այս բազմազանության մեջ, որ իրեն չմոլորեցնի, ինչ որ սխալ ճանապարհով չգնա, այլ հստակ ինքը իմանա ճիշտ Աստվածաշունչը որն է, որ կարդա։ Պետք է ասեմ, որ Սուրբ գրքում մի հետաքրքիր համար կա գրված, որ ասում է նրանք, ովքեր փնտրում են, ցանկանում են, իրենք կհասկանան, որ այս վարդապետությունը Աստծուց է։ Պետք է ասեմ այն մարդիկ, ովքեր անկեղծորեն փնտրում են ճշմարտությունը, համոզված են, որ իրենք կգտնեն։ Ճիշտ է, կան տարբեր վարդապետական տեսակետներ, որից էլ կան տարբեր կրոնական հարանվանություններ, նույնիսկ հերձվածող ուղղություններ, հա, բայց այն մարդը, ով անկեղծ փնտրում է ճշմարտությունը, նա կգտնի այն ողջամիտ վարդապետությունը։ Չմոռանանք, որ Աստվածաշունչը, քանի որ Աստծո խոսքն է եւ Աստված իր խոսքի հետևում կանգնած է, համոզված եմ, որ իր հոգով կառաջնորդի մարդկանց, որպեսզի մարդիկ, նրանք, ովքեր անկեղծ փնտրում են Աստծո կամքը իմանալ, ճշմարտությունը ճանաչել, ճշմարտությունը իմանալ, հաստատ Սուրբ Հոգին նրանց կառաջնորդի, որպեսզի չխճճվեն, չմոլորվեն այս վարդապետական տարբեր խնդիրների մեջ։ Թեև ասեմ, որ մի այսպիսի բան էլ կա, դեռ վաղ դարերից սկսած դրա մասին խոսել են մեր հայրերը, որ կան վարդապետություններ, որոնք հիմնասյուներ են, որ այդ հիմնասյուները պետք է պահպանվեն։ Եթե այդ հիմքերը չեն պահպանվել, այդ սյուները չեն պահպանվել, ապա այդ ուղղությունը տանում է հերձվածողության։ Բայց կան վարդապետություններ, որոնք կարելի ասել երկրորդական դեր կարող են խաղալ, էական դեր չխաղալ մարդու փրկությանը։ Դրա համար մի այսպիսի խոսք կա, ասում են առաջնայինի մեջ միաբանություն պետք է լինի, երկրորդականի վրա ազատություն, այսինքն ամեն մեկ ինչպես որ ինքը ընկալում է, հասկանում է, բայց ամբողջի վրա պետք է լինի սերը։ Եվ այսպես կարող եմ ասել, որ իրականում եթե մեկ պատասխան տանք, անկեղծ սրտով փնտրող մարդը, ճշմարտությունը որոնող մարդը կգտնի, եւ այստեղ գործակից է նաեւ Սուրբ Հոգին, որ կբացի եւ կհասկացնի մարդուն իրական ճշմարտություն։ Եթե մեկն շփոթվել է, սխալվել է, հայտնվել է մի ուղղության մեջ, եթե ինքը անկեղծ փնտրի եւ աղոտ քանի, Աստված իրեն կառաջնորդի դեպի ճշմարտություն։ Ես այդպիսի հավատք եւ համոզմունք ունեմ։ Հասկանալի է։ Իսկ ինչպես ասեցին, կան տարբեր Աստվածաշունչեր, տարբեր գրքերով, գիտենք, որ կան կանոնավոր եւ ոչ կանոնավոր գրքեր։ Կարող եք խոսել մի քիչ հենց այդ տարբերության մասին։ Ինչ հիմքով ենք առանձնացնել ոչ կանոնավորները, կարելի է արդյոք կարդալ դրանք կամ ոչ, հնարավոր է մարդուն վնասի ոչ կանոնավորը կարդալ եւ առհասարակ ինչու է ստեղծվել ոչ կանոնավոր գրքերը, ով է հաստատել դրանք, ովքեր են ընդունել, որ սրանք ոչ կանոնավոր են։ Ճիշտն ասած, ոչ կանոնական գրքերի մասին կարող եմ հետևյալն ասել, որ կան գրքեր, որոնք
չեն մտել կանոնի մեջ, դրանք գրված են եղել առաջի դարից առաջ, հա, այսպես ասեմ, մոտավորապես 11, երբեմն ասում են 13 գրքեր, որոնք ինչ որ չափով հրեա ժողովրդի պատմությունն է արձանագրված, եւ ինքը այդ գրքերը իրենք պահանջ չեն ներկայացրել, որ իրենք պետք է լինեն կանոնի մեջ։ Ես ինքս փորձել եմ կարդալ այդ գրքերը, ասեմ, որ երբ որ կարդում ես այս կանոնական գրքերը 66 գրքեր եւ կարդում ես ոչ կանոնական գրքերը, հասկանում ես, որ նրա հոգին տարբեր է։ Սրա հոգին լրիվ ուրիշ է, խորթ է, հոգևոր մարդը ինքը կարող է հասկանալ եւ գնահատել, որ տարբերություն կա։ Հետո այդ ոչ կանոնական գրքերում ավելի շատ այդ ժողովրդի հետ պատմության հետ կապված են, անձանց հետ կապված բաներ են, որ այդքան շեշտադրում չի դրված մարդու փրկության, հոգևոր կյանքի աճի, հա, եւ այդ իսկ պատճառով մտածում եմ, որ հայրերը, եկեղեցու հայրերը մտածել են, որ դա չմտնի եկեղեցու գրքերի այդ կանոնի մեջ, թե որպես ի գիտություն կարող են իմանալ, կարդալ, ինֆորմացիա ունենալ, գիրք կարդալը վատ բան չի, ինֆորմացիա ունենալը վատ չէ։ Ինչ վերաբերվում է վնասելուն, կարծում եմ, որ եթե մարդ ծուռ սրտով մոտենա, անգամ Աստվածաշունչը կարդալուց կարող է ինքը մոլորվել, շեղվել եւ ծուռ վարդապետության մեջ հայտնվել։ Այստեղ խնդիրը կախված է մարդու մոտեցումից, բայց պետք է շեշտել, որ ընդհանրապես ոչ կանոնական գրքերը չեն մտել կանոնի մեջ, որտեղ կանոնը ինքը հատուկ չափանիշներ է ունեցել, որ այդ գրքերը պետք է գրված լինեին Աստծո հոգուց ներշնչված, առաքյալների կողմից ընդունված պետք է լինեին, այլ տեղերում այդ գրքերից մեջբերումներ արված պետք է լիներ։ Օրինակ մենք երբ որ Տեր Հիսուսի երկրավոր կյանք ուսումնասիրում ենք, կարդում ենք ավետարանները, մենք տեսնում ենք, որ կանոնավոր գրքերից շատ մեջբերումներ է անում Տերը, բայց ոչ կանոնական գրքերից մենք չենք տեսնում, որ Տեր Հիսուս Քրիստոս մեջբերում է անում։ Ինչ որ չափորոշիչներ կան, որոնց հիման վրա այդ գրքերը չեն մտել կանոնի մեջ։ Զուտ ասեմ, որ մարդը կարող է կարդալ ի գիտություն ունենալու համար, ես ինքս կարդացել եմ եւ ասեմ, որ այդպես տպավորված չեմ, ընդհանրապես նրա հոգին, այդ գրքերի հոգին է հեղինակների գրվածը եւ Աստվածաշնչի հոգին խիստ տարբերվում է։ Զուտ այդ առումով ես մտածում եմ, որ օգուտ չի տալիս մարդուն, ցանկալի է, որ այն ժամանակը, որ պիտի մարդ վատնի ոչ կանոնական գրքերը կարդալու, ինքը կարող է դրա փոխարեն կարդալ կանոնական գրքերը, որը մարդու հոգևոր կյանքի, հոգևոր աճի համար շատ կարևոր է։ Շատ հետաքրքիր մտածելու առիթ է իրականում, մի քիչ ավելի խորանալով հիմա հատկապես այս դարում ոնց որ թե մարդիկ ավելի շատ առանձնանալու կողմնակից են, այսինքն իրենք կոպիտ ասած ես իմ Աստված, իմ Աստվածաշունչը ես կկարդամ, կաղոթեմ եւ այլն։ Կա արդյոք վտանգ մարդու համար, որ ինքը առանձին անհատական միայն կարդա Աստվածաշունչ եւ ինքը իրանով ինչ որ բաներ հասկանա, մեկնաբանի եւ այլն եւ դրանով բավարարվի։ Չդիմի, ասենք, եկեղեցում չլինի կամ ինչ որ հավելյալ նյութերի, մեկնություններով չհետաքրքրվի, այս տեսանկյունից կարանք ասենք, որ մարդը ուղղակի ինքը իրանով իր տանը իր Աստվածաշունչը կարդալով կարող է իրեն շինություն բերել։ Տեսեք, կարող եմ այդ հարցին պատասխանել ասել եւ այո, եւ ոչ։ Այո, որովհետեւ եղել են իրավիճակներ, որ մարդը մենակության մեջ է եղել, աղոթք է արել եւ կարդացել է Սուրբ Գիրքը եւ Սուրբ Գիրքը իրեն որպես հոգևոր սնունդ, հոգևոր կերակուր ինքը սնվել է, կերակրվել է։ Բայց եթե մենք անկեղծ ենք եւ անկեղծ փնտրում ենք ճշմարտությունը, ավելին ուզում ենք, որ Աստծո խոսքի բոլոր պատվիրանները կատարվեն մեր կյանքի մեջ, Աստծո խոսքից մի նշանագիր անգամ մեր կյանքում չընկնի, ապա մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքը ընդհանրապես մարդուն չի մղում մեկուսացման, այլ ընդհակառակը մարդուն մղում է, որ մարդը ինքը շփվի, հաղորդակից լինի իր հավատակիցների հետ, գնա եկեղեցի, ինչպես նաև մենք կարող ենք Եբրայեցիս թղթից տեսնել, հստակ պատգամ կա, ասում է մեկտեղ հավաքվել է, մի թողեք։
Իսկ երբ որ մեկտեղ են հավաքվում, Սուրբ Գիրքն ասում է, եթե մեկը հայտնություն ունի, սաղմոս ունի, չէ, ինչ որ կա, դու կարող ես կիսվել, ոչ միայն քո առածը տալ, այլ նաև մյուս հոգևորներից դու ինքդ ստանալ։ Եթե մեկը մեկուսանում է եւ դա հարատև է, դա ոչ թե հալածանքի, նեղության, ինչ որ պայմանների արդյունք, այլ Իր ինքն է անձնական փորձում։ ընտրությունն է, Այ եթե ինքը որոշում է մեկուսանալ, ես կարծում եմ, որ այստեղ վտանգ կա, թե մարդը ինչ աստիճանի կհեռանա, ինչ աստիճանի կմոլորվի, ես չեմ կարող ասել, բայց վտանգ կա։ Բայց եթե մարդը մոտենա Տիրոջը, հաստատ համոզված եմ, որ եթե անկեղծ փնտրի, ապա նրա սիրտը կքաշի գտնել իր հավատակիցներին, գտնել մի եկեղեցի, որտեղ Տիրոջը կպաշտեն եւ Տիրոջը կփառավորեն, որովհետեւ այս համար Աստվածաշունչը ամենաբարձր հեղինակությունն Աշուտյան եւ պետք է ասեմ, որ այդ գիրքը ակնարկներ ունի, հստակ պատգամներ ունի, օրինակ մեկ բան որ կարող ենք ասել, որ օրինակ Տեր Հիսուս չի գալու անհատի ետևից երկրորդ անգամ։ Նա գալու է իր եկեղեցու ետևից, հա, եւ շատ կարեւոր է որ ցանկացած քրիստոնյա ոչ թե առանձնանա, մեկուսանա, այլ լինի թեկուս որևիցե մի տեղական եկեղեցում։ Ճիշտ է, Տերը գալու է տիեզերական եկեղեցու ետևից, բայց այդ տիեզերական եկեղեցին կազմված է տեղական եկեղեցիներում հաճախող, աղոթող, աստվածավախ եւ աստվածապաշտ մարդկանցից։ Այս առումով միանշանակ, այո, կարող եմ ասել, վտանգ կա, եթե մարդը ինքն է որոշում առանձնանալ, մեկուսանալ, ոչ մեկի հետ շփվել, եւ սա նաեւ մի վատ բանի կարող է բերել, որ նույնիսկ մարգարեության մեջ շփման առումով այսպիսի բան կա, ասում է հանգիստ էր Մովաբը նստած իր մրուրի վրա, նա չշփվեց, նա չհաղորդակցվեց, որի պատճառով ոչ իր համը փոխվեց, ոչ էլ իր հոտը, հա։ Այսինքն շփումը շատ կարևոր է, որը նպաստում է հոգևոր աճին։ Օրինակ Պողոս Առաքյալը Հռոմեացիներին երբ որ գրում է, հենց առաջի գլխում հասկանում ենք, որ ասում է շատ եմ փափագում գամ ձեր մոտ, մի հոգևոր շնորհք հաղորդեմ եւ ավելին ես էլ ձեզանից ինչ որ բան ստանամ։ Այսինքն դա փոխադարձ է, միակողմանի չի կարող լինել։ Եթե մարդը մտածում է, որ մենակ ինքը իրանով կարող է, այս առումով հաստատ համոզված եմ, որ ուշ թե շուտ կհեռանա ողջամիտ վարդապետությունից, կմեկուսանա, որն էլ բնականաբար իրեն կբերի ինչ որ լուրջ խնդիրների եւ վտանգի առջև։ Աստծո ասում է, որ երկուսը լավ է, քան ստե մեկ։ Եթե մեկը ընկնի, ապա պետք է լինի երկրորդը, որ իրան բարձրացնի։ Հիմա եթե մեկը մենակ է, ոչ մեկ չկա, եթե ինքը ընկավ, պետք է ասենք, որ ցանկացածից կյանքում էլ կարող են գալ փորձություններ, ալիքներ, հա, խփեն մեր հոգևոր տանը եւ հնարավոր է ընկնենք, բայց մեր կողքին պետք է լինի երկրորդը, որը մեզ բարձրացնի։ Եթե այդ սկզբունքով շարժվի մարդը, հաստատ վտանգ կարող է լինել իր կյանքի մեջ։ Ավելին, ասենք, որ ասում ենք թեկուզ մարդը, որ անկեղծ սրտով փնտրի, Աստված իրեն կբացի, բայց պիտի նաև նշենք, որ Աստված կարող է բացել հենց այլ մարդկանց միջոցով։ Ես օրինակ նույնիսկ հիշեցի Կանթակաթագու ներքինին, որ ինքը կարդում էր ու նայում ենք, որ անկեղծել կարծես թե ուզում էր էլի, որ ինքը հասկանա, բայց չէր հասկանում ու Աստված նույնիսկ ինչ իրան որ հայտնությամբ եկավ մարդ ուղարկեց, որը իրան բացեց։ Մեկնաբանեց, այո։ Իհարկե, այդպես Աստծո գործելակերպը այդպես է։ Ընդհանրապես եկեք սենց ասենք, որ արարչագործության ժամանակ էլ Տեր ասեց, լավ չէ որ մենակ մնա մարդը մենակ լինի, հա։ Ընդհանրապես հոգևոր կյանքում էլ լավ չի որ քրիստոնյան մենակ լինի։ Ես չեմ պատկերացնում Տիրոջը սիրող վերստին ծնված քրիստոնյա, որի սիրտը չփափագի հարել որևիցե մի տեղական եկեղեցու, ունենալ հավատակից եղբայրներ եւ քույրեր։ Ես ինքս չեմ դիմանա, հաստատ կվազեմ, եթե ունեմ այդ հնարավորությունը։ Ասում եմ, եթե հանկարծ հալածանքի արդյունք չի, դա ինչ որ խնդիրների արդյունք չի, որ մարդը մեկուսացել է։ Մեկ այլ կողմից գանք, ես օրինակ ուսումնասիրել եմ նաև այլ կրոնների ներկայացուցիչների կարծիքները Աստվածաշնչի մասին, քրիստոնեության եւ շատ հաճախ այս արգումենտն եմ լսում, որ ասում են, որ Աստվածաշունչը իր մեջ շատ հակասություններ ունի։ Բերում են մի օրինակ 5 կտակարանը համեմատում են նորի հետ, ասում են հինում օրինակ այսպես էր, նորում այլ կերպ է, ասես թե իրար հակասում են ու գուցե թե սովորական մարդն էլ կարդալուց ինչ որ բաներ տեսնի։ Նախ առաջինը հստակեցնենք, արդյոք կան հակասություններ թե ոչ Աստվածաշնչում,
եւ հետո ինչպես կարող ենք այդ պատասխանը տալ, հա, ինչու է այդպես։ Հա, ճիշտն ասած, առաջի հայացքից կարող է թվալ հակասություններ կան, բայց ինքնին ես ասացի, որ Աստծո խոսքը անսխալական է, Տիրոջ խոսքը կրակի միջով անցած, բոված, զտված է։ Եթե մենք հավատում ենք, որ սա Աստծո խոսքն է եւ իրականում դա Աստծո խոսքն է, Աստվածաշունչը իր մեջ ընդհանրապես հակասություններ չունի։ Եվ պետք է ասեմ, որ հնարավոր է, որ մենք կարդում ենք, սխալ ենք մեկնաբանում, այստեղ ավելի շատ մեկնաբանության խնդիր կա, որովհետև մեկնաբանությունը դա լուրջ գործ է, որ պետք է ճիշտ մոտեցում ցույց տալ, ճիշտ գործիքներ օգտագործել, ճիշտ հարցադրումներ անել, որի միջոցով փորձել գտնել պատասխանները։ Դարերի մեջ մինչև մեր օրերը շատ աստվածաբաններ ուսումնասիրել են, ուսումնասիրում են, դեռևս չկա մի խոսք, մի համար, որ ասենք, որ դա հակասություն է, հակասում է։ Հնարավոր է, որ մենք այնպես չենք հասկանում, պետք է փորձել նայել, ուսումնասիրել Սուրբ Գիրքը ամբողջությամբ, որովհետև Աստվածաշունչը ինքը իր պատասխանը իր մեջ ունի։ Եվ հաստատ համոզված եմ, որ եթե Տիրոջ հոգին առաջնորդի եւ բացի երկար ուսումնասիրելուց, ընթերցելուց կարող ենք մի համարի պատասխանը գտնել Աստվածաշնչի մեկ այլ տեքստերի մեջ։ Եվ այս առումով պետք է ասեմ, որ ինչքան էլ որ այսօր մեղադրանքներ են հնչում, հա, Սուրբ Գիրքը ունի սխալական կամ հակասական կողմեր, դա նորություն չէ, դա դարերի մեջ եկած է, բայց մինչև այսօրս պետք է ասել, նույնիսկ այսպիսի մի օրինակ են բերում, ասում են, եթե Աստվածաշունչը դնենք մի տեղ եւ դրա կողքին դնենք նրան քննադատող, հակադրող գրքերը, այնքան աշտարակից բարձր կլինեն, բայց այսօր այդ գրքերը չկան, Աստվածաշունչը կա, մնում է եւ կլինի մինչեւ վերջին մարդը երկրի վրա։ Եվ միանշանակ պետք է ասեմ, որ Աստվածաշունչը դա Աստծո խոսքն է, իսկ մեր Աստվածը մարդ չի, որ սխալ մի բան գրած լինի, սխալ մի բան ասած լինի, հաշվի առած չլինի, ժամանակը, իրադարձությունը, ժամանակակից տեխնիկայի գիտության թռիչքն ու աճը, չէ, ամեն ինչ Աստված ամենագետ է, ամենատես է եւ դա այդ ամենը հաշվի առնելով Աստված այն ինչ որ պետք է մարդու հոգևոր աճին, հոգևոր կյանքին, աստվածպաշտությանը ինքը իր մեջ պարունակում է Աստվածաշունչը եւ Տերը հարկ է համարել, որ գրվեն։ Մենք կարող ենք ասել, որ ճիշտ է, մենք ասում ենք բոլոր գրքերը Աստվածաշունչ են, բայց պետք է ասենք, որ այնտեղ մենք կարող ենք տեսնել եւ Աստծո խոսք, եւ մարդու խոսք, եւ սատանայի խոսք կարող ենք տեսնել, բայց այդ ամենը Սուրբ Հոգու եւ Աստծո կառավարման ներքո է եւ այդ ամենը տեղ է գտել Աստծո կամոք։ Տերը ինքն է կամեցել, որ այդ խոսքերը տեղ գտնեն Աստվածաշնչի մեջ եւ դրանք նույնպես համարվել են Աստծո խոսք, որը ուղղված է մարդուն եւ այդ խոսքերից մարդը ինքը կարող է հետևություններ անել կամ դաս քաղել կամ ինչ որ իմաստ գտնել այդ խոսքերի մեջ։ Շատ հետաքրքիր է այդ պահը եւս շատ եմ լսել, որ ասում են, որ Աստվածաշնչում ոչ միայն Աստծո խոսքն է, նույն կերպ օրինակ նոր կտակարանում էլ ասում է առաքյալը ամեն գիրք Աստվածաշունչ է, բայց մենք նույն կերպ Հոբի գրքում էլ նայում ենք, որ միայն Աստծո կամքով եղած խոսքեր չեն։ Շատ հարցերը տեղից են առաջանում, որ ասում են, լավ, իսկ եթե սա Աստվածաշունչ է, ապա ինչու՞։ Ու մեկ այլ փաստարկել, մեկ այլ հարցադրում էլ ես լսել էի հենց իսլամի մեջ, որտեղ ասում են, որ այ իրենց Ղուրանը ինքը մեկ հստակ գրվածք է, իրան պետք չի ինչ-որ մեկնություններ, մեկնաբանություններ, խոսքը այսպես գրված է, մենք այսպես էլ ընդունում ենք, առանց մեկի կարծիքի, մեկի ուսումնասիրության, տարբեր մեկնությունների եւ հարցի տակ են դնում այս Աստվածաշունչը այդ առումով, որ Աստվածաշունչը հասկանալու համար պետք է տարբեր մեկնություններ նայել, տարբեր ուսումնասիրություններ կատարել, այդ պատասխանը ոնց կարանք տանք, որ արդյոք Աստվածաշունչը ամբողջությամբ հասկանալու համար անհրաժեշտ է մարդուն ինչ որ այլ գրականության դիմել, ինչ որ Աստծո մարդկանց մեկնությունների կամ կարծիքների, քարոզների եւ այլն։
Ինքնին մտածում եմ, որ Աստվածաշունչը գեղեցիկ է իր բազմազանությունով։ Ես օրինակ ուրախ եմ, որ Աստվածաշունչը այս շատ տարբեր բաներ ունի իր մեջ, որը ինձ մղում է ուսումնասիրելու, կարդալու, փորփրելու, գտնելու այդ ճշմարտությունը, դա կլինի երկար ժամանակ Սուրբ Գիրքը ուսումնասիրելու, ծնկի վրա աղոթք անելու, Սուրբ Հոգուն խնդրելու կամ այլ հեղինակությունների աշխատությունները կարդալու, այս առումով ինքը հետաքրքիր է եւ գրավիչ է, կարծում եմ, որ Աստված ինքը կամեցել է, որ Աստծո խոսքը ունենա այդպիսի բան իր մեջ, բայց մի կարևոր ճշմարտություն այստեղ եկեք ֆիքսենք, որ Աստվածաշունչը թեև առաջի հայացքից բարդ է, բայց ինքը շատ պարզ է։ Եվ այնքան պարզ է, որ նույնիսկ պարզամիտը կամ միամիտը ինքը կարդալով կարող է իմաստուն լինել։ Աստվածաշունչը այն ինչ որ պետք է մարդուն նրա կյանքի եւ փրկության համար, հաստատ համոզված եմ, որ ինքը շատ պարզ է։ Ինչ որ պարզ է, ինչ որ հստակ է, դա հասանելի է մարդուն։ Այս նաև նորից պետք է շեշտեմ, որ երբ որ մարդը ինքը անկեղծորեն հավատում է, խնդրում է եւ փնտրում է, ամենալավ մեկնիչը, ամենալավ բացադրողը դա Աստված է։ Ստեղ մի գաղտնիք էլ է թաքնված ըստիս, որ սա ապահովում է այդ կոպիտ ասած բազմազանությունը, փնտրելու, աշխատելու, մարդու նախ ծույլ չի պահում, երկրորդ կապը պահում է միշտ Աստծո հետ, որ դու միշտ խնդրում ես Տիրոջը, Տեր, խնդրում եմ ինձ բացիր, ինձ հասկացրու։ Լավագույն մեկնիչ, ասենք, ցանկացած կտավի, ամենալավ մեկնողը հեղինակն է կտավի։ Ինչքան էլ արվեստաբանը կամ արվեստագետը փորձի մեկնել այդ կտավի գեղեցկությունը, խորությունը, իմաստը, ամենալավ հեղինակից ոչ մեկ չի մեկնա բանի։ Ինչու այդ գույները դրեց, ինչու այդ դիրքը ընտրեց, ինչու այդ անհատներին բնություն, ծառ եւ այլ տեսարաններ ընտրեց, նա գիտի ինչի համար է դա դրել եւ ինչ է դրել այդ կտավի մեջ։ Եվ Աստվածաշունչ, եթե որպես մի կտավ համարենք, ամենալավ բացադրողը հենց Աստված է, հեղինակն է, որովհետև ճիշտ է մարդիկ են գրել, բայց հոգուց ներշնչված են գրվել, թելադրված են գրել եւ այդ ամենը լավագույն բացադրողը հենց Տերն է։ Եվ այստեղ այդ գաղտնիքն է, որ մարդը ոչ թե պիտի ասի, բա ինչի, ես բաներ կա, որ չեմ հասկանում, հեշտ չի, սա ապահովում է կապը ստեղծողի արարչի հետ, միշտ այդ կապը տաք է պահվում, լավ վիճակում է պահվում, երկրորդը մարդը ծույլ չէ, աշխատասեր է, փնտրող է, որն էլ իր համար շատ դրական հետևանքներ կարող ունել։ Ես այսպես եմ կարծում։ Մի հատ հակառակ կողմից գուցե նայենք, մենք խոսեցինք կարևորության մասին Աստվածաշունչ կարդալու, բայց կա արդյոք սրա հակառակը, երբ որ մարդը չափից ավելի շատ է խորանում հենց գիտության մեջ, ուսումնասիրելու մեջ, նույն ասենք աստվածաբանները եւ այլն, որ վստահաբար շատ լավ գիտեն Աստվածաշունչը, բայց արդյոք դա էլ իր վտանգները չունի, որ մարդը չափից շատ խորանա հենց գիտության մեջ, գիտական առումով ու շատ լավ իմանալն էլ նրան վնասի։ Շատ իմանալը կարող է վնասել մի դեպքում, եթե մարդ սխալ է մոտենում Աստծո խոսքին եւ նրա ճշմարտությանը կամ վարդապետությանը։ Աստծո խոսքը անվնաս է, նա երբեք մարդուն վնաս չի տալիս, օգուտից բացի հաստատ վնաս չի տալիս։ Վնաս է ստանում այն մարդը, ով որ սխալ է օգտագործում այդ խոսքը, եւ այստեղ կարեւոր է մարդու շարժառիթը եւ մոտեցումը։ Ճիշտ է, Սուրբ Գիրքն ասում է, գիտությունը հպարտացնում է մարդուն, այդ թվում նաեւ Աստվածաշնչյան գիտությունը։ Ստե խնդրեմը գիտության մեջ, խնդրեմը անձի մեջ է։ Ով է այդ մարդը, որ ինքը կարդում է, ուսումնասիրում է եւ գիտակ է Աստվածաշնչին։ Եթե ինքը իր սիրտը շիտակ չի Աստծո առջև, միայն գիտությունն է ավելացել, բայց կապը, հոգևոր աճը, հոգևոր հաղորդակցությունը Սուրբ Հոգու եւ Աստծո հետ չկա, հնարավոր է դա վնաս հասցնի իրան։ Եվ դա հիմնականում պատճառ կարող է լինել քննադատելու, դատելու, որոշ բաներ չընդունելու, ավելի մանրակրկիտ մոտեցումներ ցույց տալու շատ բաների, որ դրա կարիքը երբեմն կարող է չլինել, բայց եթե մարդու սիրտը շիտակ է եւ ուղիղ է,
Ընդհակառակ ես կարծում եմ, որ այդ մարդիկ ոչ միայն վնասի փոխարեն օգուտ կքաղեն, այլ նաև շատ օգուտ կտան քրիստոնեական աշխարհին։ Այստեղ մարդու խնդիրն է, ոչ թե խոսքի եւ խոսքի գիտության։ Ես Ավելի կարևորը ինչի համար է մարդը։ Ինչի համար է մարդը ինքը ուսումնասիրում, ինչի համար է մարդը հասկանում։ Եթե դա արհեստական է կամ եթե մարդը սխալ է մոտենում դրան եւ դա կարող է իր համար դառնալ վտանգավոր։ Այսպիսի օրինակ են բերում, չգիտեմ տեղին է թե չէ, բայց փորձեմ ասել, ասում են ծաղիկը, որից մեղուն մեղր է հանում, օձը թույն է հանում։ Խնդիրը ծաղկի մեջ չի, խնդիրը օգտագործողի մեջ է։ Այստեղ նույնպես կարծում եմ, որ եթե մարդը անկեղծորեն մոտենում է, նպատակը հոգևոր գիտություն ստանալու, շարժառիթը ոչ թե ուրիշներին զարմացնելն է, ուրիշներին քննադատելն ու հանդիմանելն է, այլ Աստված ճանաչողության մեջ առաջ գնալն է եւ ճիշտ առաջ գնալը։ Երբեմն հնարավոր է, որ մարդ ոչ թե հոգուց է առնում այդ ճշմարտությունները, Աստծո խոսքի ճշմարտությունը, այլ իր մտքի ենթադրությանը զոր տալով, որի հետևանք է այսօր նաև շատ ծուռ վարդապետական հերձվածող քրիստոնեական ճակերտավոր հարանվանություններ։ Եթե հոգուց է, հաստատ դա վնաս չի տա ոչ իրեն եւ ոչ էլ մյուսներին։ Այստեղ անձի մեջ է խնդիրը, ոչ թե գիտության։ Այ հենց այդ սխալ մեկնությունների պահը որ նայենք, հիմա անգամ մարդը ինքն էլ չի ջանում ինչ որ մեկնություն տա, տալիս է արհեստական բանականությանը եւ ինչ-ինչ բաներ են տալիս ու կարծես թե գնալով այդ պրակտիկան հիմա ավելանում է, որ մարդիկ էլ ինչ որ մեկնությունների չեն դիմում եւ այլն, ուղղակի ինչ որ բան չեն հասկանում, տալիս են նույն ChatGPT-ին կամ այլ ինչ որ բանականության մոդուլի եւ դա Մաշոտ ջան, մեր այսօրվա մարտահրավերներից մեկն է, որ գնալով ավելի մեծանում է ծնագնդիկի պես, արհեստական բանականությունը մարդուն տալիս է այն ինֆորմացիան, ինչ որ մարդը տեղադրել է համացանցի մեջ, ինքը օգտվելով դրանից, բայց ոչ միշտ ճիշտ ինֆորմացիան է տալիս, լավի հետ վատն է նա փոխանցում։ Բայց այստեղ նախ այդ վտանգը կա, միշտ չէ որ մարդ կարող է ինքը զանազանել լավը վատից։ Մյուս վտանգը նաև սրանում է, որ սա մղում է ծուլության։ Չմոռանանք, որ Սուրբ Գիրքը ասում է վերջին ժամանակներում մարդիկ կլինեն ավելի հեշտասեր։ Եթե հեշտություն բառը վերցնենք, եթե իրականում դա է գրված, այսինքն հեշտ, արագ, ձեռք բերվող, դրա համար շատ ջանք չգործադրող։ Մտածել էլ պետք չի ինչ-որ բան։ Այստեղ նորից եմ ասում, այստեղ կապը կտրվում է Աստծո հետ եւ Սուրբ Հոգու հետ։ Ցավոք պետք է ասել, որ այն որ դու պիտի առնես ինքդ ազնական փորձառությունով, փնտրտուքով, աշխատելով, ուսումնասիրելով, արագ դու ստանում ես մի բան, որ դա քոնը չի։ Որն էլ իր վատ հետևանքը կարող ունենալ։ Հեշտությամբ ձեռք բերվածը հեշտությամբ էլ ձեռքից տալիս ես։ Ես ինքս եթե ասեմ չեմ օգտվում այլ աստվածաբանների մեկնություններից, գրքերից չեմ օգտվում, սուտ կլինի։ Բայց մի բան եմ նկատել, այն որ Սուրբ Հոգին է ինձ բացել, այն որ ես ինքս եմ աշխատել եւ աղոթքով եւ փնտրելով, ուսումնասիրելով Տերը բացել է ինձ, դա մեկը միշտ իմ մեջ դաջված է մնացել է։ Այն որ ես վերցրել եմ ուրիշներից մեծ մասը ժամանակի ընթացքում մոռացել։ Անձնական հայտնությունը միևնույն է։ Անձնականը, հա, այսինքն փոխարինում է, որը որ իր մեջ դարձյալ այդ վտանգը ունի եւ շատ կարեւոր է, որպես ուղերձ կարելի է նաեւ ուղղել մեր լսարանին, որ սիրելի քույրեր, եղբայրներ, ավելի լավ է դուք անձնական ունենաք հայտնություն, անձնական աշխատանքի արդյունքում ձեռք բերեք այդ հայտնությունները, այդ ուսումնասիրությունները, մեկնությունները, քան դիմեք արհեստական բանականությանը։ Սա չի նշանակում չօգտվել, բացարձակ փագել, չէ, կարող ես ինչ-որ բաներ վերցնել, բայց քո շեշտադրումը դրա վրա պետք է չլինի։ Ավելին ասեմ, որ նույնիսկ հիմա ասում են որ քարոզիչները էլ չեն քարոզ գրում, էլ չեն պատրաստում։ Այն որ պետք է իրենց անձնական փորձառությունից, աղոթքից, իրենց սրտում բեռ դարձած նյութի մասին հելեն պատգամ տան, ուղղակի ինչ որ ասում եմ, մի հատ լավ քարոզ գրի տուր, վերցնում եմ եւ սկսում եմ փոխանցել։ Իրանք ընդհանրապես փոխանցողի դերում են դառնում եւ այդ
հոգուն հաղորդ չեն լինում, այն հոգուն, որ Տիրոջից է մեր սրտի մեջ, այն առաջնորդությանը, որ Սուրբ Հոգին կարող է բերել։ Եվ դրանում բնականաբար վտանգ կա, եւ իմ հորդորսը մեր լսարանին, մեր եկեղեցուն եւ նրանց ընդհանրապես ովքեր մեծ կլսեն, խորհուրդ կտամ ազնական ուսումնասիրության անկյուն ունեցեք, ինքներդ ուսումնասիրեք եւ ինքներդ ձեռք բերեք։ Ես դա սովորել եմ իմ հավատքի տարիների հենց սկզբից, մինչև այսօր էլ ես ինքս այդպես եմ վարում։ Ես այդքան չեմ շեշտադրում քարոզիչների, այլ հեղինակավոր քարոզիչների, ավետարանիչների, գիրք գրողների, ես ավելի շատ շեշտադրում եմ իմ ազնականը։ Ես չեմ իրանց ինչ որ մի բան ասում, Տեր օրհնի իրանք նույնպես իմ նման միգուցե աշխատավարձ են, բայց ես ավելի շատ շեշտը դնում եմ, որ ազնականն եմ, թեկուզ քիչ լինի, փոքր լինի, բայց դա իմը լինի, հա, իմ աշխատանքի, իմ փնտրտուքի արդյունքը լինի, որն էլ միշտ ապահովում է կապը եւ Սուրբ Գրքի հետ եւ Տիրոջ հետ։ Միևնույն է, ես օրինակ ես էլ փորձելու համար մի երկու անգամ ստուգել եմ այդ բանականությունը, որ նյութ եմ տվել, ասել եմ ինչ որ քարոզ պատրաստի, խոսք պատրաստի ու կարդում ես ինքը, հա, վերցնում Աստվածաշնչից տեղեր, խոսք, բայց միևնույն է, որ անգամ դու ես կարդում, տես հասկանում ես էլի, որ էսի հոգի չկա մեջ, ինչ որ շարադրած բան է ու անգամ մարդն էլ երբ որ այդ նույնը քարոզում է, այդ տարբերությունը միևնույն է զգում ես, մարդ երբ որ ինքը իր անձնականն է խոսում, որ ինքն է արել, թե ուղղակի ինչ որ մի տեքստ է կարդում, որտեվ անհնար է սթափ մարդու համար այդ տարբերությունը չզգալը։ Ինքնին ես մտածում եմ, որ ընդհանրապես Աստված մարդու մեջ դրել է բնականը։ Եվ մարդը միշտ պետք է բնականը փափագի, ոչ թե արհեստականին, հա։ Արհեստական բառը արդեն ինքը խոսում է, որ ինչ որ մի բան իր տեղում չի, եւ շատ լավ է, որ մենք փորձենք բնականին գնալ, բնական փնտրտուք ունենանք եւ ամեն ինչ բնական իր հունով պետք է լինի։ Արհեստական բաները երկար կյանք չունեն, այսպես ասեմ։ Այո։ Մենք ասացինք, որ շատ կարևոր է Աստվածաշունչը քրիստոնյայի կյանքում, բայց մի էսպիսի միգուցե sense պրովոկացիոն հարց, արդյոք Աստվածաշունչը կարդալը բավարար է մարդու փրկության համար, կամ այլ կերպ ասած, Աստվածաշունչը մարդու փրկության գրավականն է։ Չէ, ես չեմ ասի Աստվածաշունչը փրկության միակ գրավականն է։ Աստվածաշունչը նրա համար է մեզ տրված, որ ինչպես խոսքի մեջ էլ ասեցինք, որ մարդ հստակ իմանա Աստծո կամքը։ Աստվածպաշտության համար կան կանոններ, պատվիրաններ, երբեմն օրենքներ, հա, Աստծո կամքը ճանաչել, Աստծո կամքը իմանալ եւ ընդհանրապես մենք Աստծուն ոչ թե պիտի պաշտենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, Աստծուն պիտի պաշտենք այնպես, ինչպես Աստված է ուզում։ Եվ մի հրաշալի օրինակ կա Աստվածաշնչի մեջ այդ առումով, որ երբ որ ջրհորի մոտ այն կնոջ հետ խոսում էր, սամարացի կնոջ հետ խոսում էր, Տերը մի հետաքրքիր բան ասեց, որ ասեց հավատա ով գին կգա ժամանակ, որ ոչ այդ սարուն կպաշտեն, ինչպես ձեր հայրերն են պաշտել, որոնք թեև հեթանոս էին, հա, եւ ոչ էլ Երուսաղեմում կպաշտեն, այսինքն եւ շարունակեց ասեց կգա ժամանակ, որ Աստծուն կերկրպագեն կամ կպաշտեն հոգով եւ ճշմարտությունով։ Էսքին հետաքրքիր մի բան ասեց, հասկացա մի բան, եթե այն ձևը, որ մեր հայրերը պաշտում էին այդ սարումը, դրա վրա Տերը խաչ է քաշում, ասում է որ դա չի լինելու, այն ձևը, որ Երուսաղեմում տաճարում պաշտում են, որի օրինակը տվել էր Մովսեսը, դրա վրա էլ խաչ քաշվում, ապա մենք ոնց պետք է պաշտենք, ասես գիտեմ, երբ որ Մեսիան գա, նա ամեն բան մեզ կպատմի կամ կսովորեցնի, թե մենք ինչպես պետք է նրան պաշտենք, հա։ Եվ այս առումով պետք է ասեմ, որ ճշմարիտ պաշտելու համար շատ կարևոր է Աստծո խոսքը։ Եվ Տեր Հիսուս ասաց. ես եմ այդ Մեսիան, որ եկել եմ, նա է, որ քո հետ խոսում է։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսի ավետարան այն ճշմարիտ հիմքն է, որի հիման վրա, երբ որ մենք պաշտում ենք, Աստվածահաճո է։ Աստվածաշունչը նաև միակ ճիշտ ձևն է ցույց տալիս փրկության։ Մարդ ինչպես կարող է փրկվել։ Հստակ ասում եմ, մենք շնորհքով ենք փրկված, հավատքի ձեռքով, եւ սա ոչ թե մեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Ընդհանրապես Սուրբ Գիրքը մեզ
ցույց է տալիս, բայց փրկությունը ունենալու համար այստեղ շատ կարևոր է, որ մենք ապրենք այդ կյանքը։ Իմանալը դեռ քիչ է, պետք է պահել եւ կատարել այն պատվիրանները, այն պահանջները, որ Աստվածաշունչը մեզ տալիս է։ Այսինքն ինֆորմացիա ունենալը, գիտություն ունենալը, բայց կյանքը չապրելը դա մարդուն փրկության չի տանում։ Մարդ չի փրկվում, որ Աստվածաշունչ ունի իր գրադարանում, իր հեռախոսի մեջ, պլանշետում կամ համակարգչում։ Մարդ չի փրկվում միայն դրանք կարդալով կամ ունենալով, մարդ փրկվում է դա պահելով։ Թե փրկությունը մեկ անգամյա է, բայց փրկությունը պահել է պետք է։ Մենք շնորհքով ենք փրկվում հավատալով Տեր Հիսուս Քրիստոսին, որ մեր փոխանորդը եղավ խաչի վրա, մեծ գին վճարելով մեզ փրկեց հավիտենական կորստից։ Բայց այդ փրկությունը պահելու համար պետք է ես ապրեմ Աստծո խոսքի համաձայն, այն պատվիրանների եւ այն պահանջների համաձայն, որ Աստվածաշունչ մատյանը մեզ սովորեցնում է։ Այսինքն քո հարցին այսպես կարող ենք պատասխանել, որ միայն կարդալը բավարար չէ։ Պետք է ապրել այդ խոսքերի համաձայն, որպեսզի մենք փրկությունը չկորցնենք։ Ոչ թե փրկություն ունենանք, այլ չկորցնենք փրկությունը, որը ձեռք ենք բերել շնորհքով, հավատքի ձեռքով։ Մի հատ sense համեմատություն էի տեսել, ասում են ինչպես է օրինակ ինչ-որ IKEA-ից օրինակ որ կահույք են պատվիրում, ինստրուկցիայով գալիս է, դե ինստրուկցիան մարդը ինչքան էլ կարդա, լավ իմանա, բայց մենակ իմանալով չսարքվեց բառը, պիտի գործի, անի, ի գործ դնի, ինչ որ ինքը գիտի։ Գրեթե այդպես էլ էստեղ է։ Վերջում մի հատ էսպես ուղերձ երևի ասենք, այն մարդը, ով անկեղծ ուզում է ճանաչել Աստծուն, իմանալ Աստվածաշունչը, կարդալ, բայց տարակուսանքի մեջ է ինչպես սկսել կամ գուցե չհասկանա կամ ինչ-որ այս աշխարհի մտքերն են գալիս, ինչ կարող ենք նման մարդուն խորհուրդ տալ Աստվածաշնչի հետ կապված, թե օրինակ ինչպես ավելի լավ սկսել, որտեղից սկսել կամ նման ինչ-որ բան։ Դարապես վախենալ պետք չէ, դա հենց Աստծո խոսքն է եւ մենք պետք է կարդանք ցանկացած մարդ պարտավոր է ինչ որտեղ էլ ասեմ կարդալ Աստվածաշունչը, որտեղ դա Աստծո խոսքն է ուղված հենց մարդուն։ Ցանկացած անհատի Աստծո խոսքն է, Աստծո կամքն է, որ ուղված է եւ մարդը չպետք է վախենա եւ պետք է փորձի ինքը կարդա Աստվածաշունչը։ Ինչպես ասեցի, անկախ նրանից, որ բարդ բաներ կարող են նկատվել Աստվածաշնչի մեջ, որից էլ բարդ մեկնություններ են երբեմն ծնվում, բայց Աստվածաշունչը նաև շատ պարզ գիրք է, որը, ինչպես ասեցի, իմաստուն է անում պարզամիտին կամ միամիտին։ Վախենալ պետք չէ, պետք է փորձել հենց վերցնել եւ կարդալ, որովհետեւ Աստծո խոսքերը պետք է նաև ասենք Աստվածաշունչը ինքը կենդանի է եւ զորեղ է եւ երկրարի սուրից էլ ավելի կտրուկ է, ասում է հենց ինքը իր մասին, որ կարող է թափանցել մարդու կյանքի մեջ եւ ամեն մարդու ներաշխարհը կարող է ցույց տալ։ Մի զարմանալի բան կա, ես ինքս փորձել եմ նայել Աստվածաշնչի մեջ, Աստվածաշունչը ինքը իրեն համեմատում է շատ բաների հետ։ Մոտ 10-19 նշանների հետ եմ համեմատել, որ գտել եմ Աստվածաշնչի մեջ, դա որպես հաց է, որպես կաթ է, որպես ջուր է, որպես կրակ է, մուրճ է, ձյուն է, անձրև է եւ այլն, հա։ Քո կյանքում ինչ իրավիճակ է տիրում, քո կյանքի բոլոր ասպարեզներին, թեկուզ հենց այս պահին ինչ իրավիճակի մեջ ես, տվյալ պահին Աստծո խոսքը դա կարող է դառնալ այդ նշաններից մեկը, այդ հատկանիշներից մեկը, որ կարող է մարդուն օգնական լինել։ Եթե դու հոգևոր կյանքում սառել ես, դա կարող է քեզ համար կրակ դառնալ եւ քո ներսդ ջերմացնել։ Եթե ծարավ ես, կարող է ջուր դառնալ, եթե սոված ես,
հաց դառնալ, եթե հիվանդ ես, կարող է դեղ դառնալ, եթե անպաշտպան ես, նա քեզ համար վահան եւ ասպար կարող է դառնալ, կարիք ունես, չորացել է քո հոգեվոր կյանքը, նա կարող է քեզ համար անձրև եւ ձյուն դառնալ։ Ցանկացած իրավիճակի համար իրավիճակի համար կարող է լինել, ավելին ասեմ, որ նա հայելի է, որ ցույց է տալիս մարդու այն սկզբնական պատկերը, որ Աստված ստեղծեց, եւ ցույց է տալիս քո իրական, իսկական այս պահի պատկերը եւ նաեւ համեմատականով է ցույց տալի դու ինչքան ես համապատասխանում այն պատկերին եւ այն կերպարին, որ Աստված ուզում է։ Եվ երբ որ նա ցույց է տալիս, նա նաեւ քեզ ուղղորդում է, որ դու ազատվես այդ իրավիճակներից։ Այնպես որ վախենալ պետք չէ, ընդհակառակը համարձակ պետք է կարդալ, ուսումնասիրել, իհարկե աղոթքով խնդրելով, որ Տերը իրեն բացի Աստծո խոսքը, բայց մի խորհուրդ էլ նաև, ինչպես ինձ են ժամանակին խորհուրդ տվել, որ ցանկալի է առայժմս կարդալ նոր կտակարանից, որովհետև հին կտակարանը բնականաբար ունի իր մեջ բարդ գրքեր, որոնք ինչ որ տեղել վերաբերում են հրյա ժողովրդի պատմությանը, առայժմս կարելի է կարդալ նոր կտակարանը, բայց ժամանակի ընթացքում կարելի է ցանկացած գրքեր կարդալ, ինքը Սուրբ Գիրքը կարծում եմ, որ կթելադրի մեզ, որ գրքերը փորձենք կարդալ։ Իրականում այո, շատ կարևոր է Աստվածաշունչ կարդալը եւ կարևոր է նաեւ խոսել այդ մասին, մարդկանց կրթելը, ինչի համար շնորհակալ ենք Խաչիկ եղբայր, որ ձեր ժամանակից տրամադրեցիք այսօր այս հրաշալի զրույցը ունեցանք, կարծում եմ շատ ինֆորմատիվ եւ կարևոր բան է, որ մեր օրերում հատկապես կարևոր է, որ մարդը գիտություն ունենա, ինչ է կարդում եւ ինչի համար է կարդում։ Մի բան ասեմ, որ Աստվածաշունչը կոչվում է գրքերի գիրք։ Այո, շատ բարոյահոգեբանական գրքեր կան, գեղարվեստական գրքեր կան, պատմական, քնարական գրքեր կան, կրոնական գրքեր կան, մեկնաբանությունների գրքեր կան, բայց ոչ մեկը չի փոխարինում Աստվածաշունչին։ Նա համարվում է գրքերի գիրք, որտեղ այս գիրքը մարդու կյանքի ուղեցույցն է, ինչպես դու օրինակը բերեցիր ուղեցույց կա, ձեռնարկա, մեր երկրավոր կյանքը սուրբ, մաքուր ապրելու, հավիտենական կյանքը ժառանգելու, Աստծո կամքից դուրս չգալու եւ ունակություն ունենալու, որպեսզի մենք ապրենք այդ կյանքը, դա ասում է Սուրբ Գիրքը։ Նա մեր ամենօրվա հացը եւ ջուրը պետք է լինի մեր ներսի մարդու եւ հոգու համար։ Այնպես որ խորհուրդս է, որ բոլորը Սուրբ Գիրքը ամեն օր կարդան, ամեն օր ուսումնասիրեն եւ իրենց կյանքի անբաժանելի ընկերը դառնա։ Ցավոք սրտի մենք ունենք այսօր այդպիսի մի մարտահրավեր եւս, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են համացանցերից օգտվել, ինչ որ այլ բաներ կարդալ, քան Աստվածաշունչը, որը որ անիմաստ ժամանակի վատնում է եւ օգուտ չի բերում մարդուն։ Անկախ ամեն ինչից, եթե այլ գրքեր են կարդում, որը մեզ ինտելեկտուալ զարգացնում է, ինչ որ բիզնեսի մեջ հաջողություններ կարող է բերել, բայց մի կարևոր բան կա։ Տեր Հիսուս ասում էր, ինչ օգուտ մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորսնցնի։ Որպեսզի մենք մեր հոգին չկորսնցնենք, մեր փրկությունը ձեռքից չտանք, դա պահենք եւ հոգեվոր կյանքում միշտ տաք մնանք եւ ապահով լինենք, դրա լավագույն հիմքը Աստվածաշունչ ունենալը, կարդալը եւ այդ խոսքերը պահելն է։ Հրաշալի։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ Խաչիկ եղբայր։ Շնորհակալ ենք նաեւ ձեզ դիտելու համար, կարող եք մեկնաբանություններում գրել ձեր կարծիքները այս թեմայի շուրջ կամ թե ինչ թեմայից կուզեք հաջորդը խոսենք։ Կարդացեք Աստվածաշունչ, հետևեք մեզ եւ կհանդիպենք։